25-օրյա վարժական հավաքներ այո կարևոր է։ Այո ռեզերվի հետ կապված պարբերական ուսուցումը խիստ անհրաժեշտ է, բայց անթույլատրելի է, ինչպես անցնող տարիներին, հիմա հատկապես, որ 25-օրյա վարժական հավաքները դարձել են մահակ, քաղաքական մահակ, բոլորը ականատես եք եղել, այդ Ռուսաստանից եկողները հիմա արդեն մոդա է դառել, մարդիկ գնում են Վրաստան, Հանգստանում, գալիս են, հենց սահմանացնում են միանգամից վարժական հավաքի կադրը։ Ռուսաստանում իրենց հոգևոր ծառայություն մատուցող քահանաների մի կարևոր մասը տարբեր առիթներով եկել է հայրենիք, ընտանիքը այստեղ է ապրում, միանգամից 25-օրյա վարժական հավաքների են ճանապարհում։ Զինապահում չկա, 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունը։ Չի հրապարակվել 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների անունը։ Իդեպ անցած տարի զինուց ծրագիրը, այդ օրը որոշեցի նայեմ, սեպտեմբերի 13-ին նույն օրն են զոհվել։ Ամբողջ հաղորդման մեջ մի բառ չասեց, որ մեր զինված ուժերի 264 զինծառայող զոհվել է 3 տարի առաջ։ 23 թվական սեպտեմբեր 19-20 Արցախի պաշտպանության բանակի զոհերի անունները պաշտպանության նախարարությունը տրամադրեցին, բայց գաղտնի գրությամբ, որ ես հատիկ անունները չկարողանամ հրապարակել։ Հայաստանում մամուլում միշտ եղել է ոսկե օրենք։ Բանակում զոհի մասին մեկս իրավունք չունեինք խոսելու, մինչև պաշտպանության նախարարությունը չհայտարարել։ Մեր համար դա սրբություն էր, որտեղ բոլորս հասկանում ենք զոհի մասին լուրը տաս, չասես Գեգամ Մանուկյան, ամբողջ զինված ուժերում ծառայողների ծնողների սիրտը պայթելու է։ Հիմա վերջին շրջանում բեժները չի, որ դիտի ինչ լսում է տպում է։ Անունը չկա, 2-3 օրով անուն չեն հրապարակում, բայց հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել։ Հիմա այլևս պաշտպանության նախարարությունը իր զինծառայողի եղերական մահը, ինքնասպանությունը, սպանությունը, դժբախտ դեպքը ոնց կուզեք, չի էլ հաղորդում, չի սփոփում այդ զոհվածի հարազատների, ընտանիքի անդամներին, այդ գործը թողել են քննչական կոմիտեին։ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ ու հպարտ են։ Արդյունքում զինված ուժերի զինծառայողի նկատմամբ վերաբերմունքը